Խոստովանություն հավատքի, արմատի և արժանապատվության, բռնակոտ, անուն, որ ծնվել է քարերի մեջ, ամրացել քրտինքով, սրբացել հերոսների արյան, բռնակոթը արմատ է, ժառանգություն, այստեղ ամեն ծառ ունի իր պատմությունը, ամեն աղբյուր իր խոսքը, ամեն տուն իր լույսը, բռնակոթին ուրիշ տեսակ մարդ է, խոսքը կտրուկ, ոտքը ամուր հողի վրա, վախկոտին չներող, ուժը վինաճակից և երբեմն էլ տաքարի, ինչպես ասում են շետ։ Այսօր հավաքվել են, հիշելու մեր արմատը, մեր անցյալը, մեր հերոսներին, հիշելու նրանց, ովքեր պահեցին գյուղը, գյուղի պատիվը, թեկուզ կյանքի գրով, բռնակոթը չի մոռանում իր ծնած զինվորին, նվիրյալ ուսուցչին, իր հողին կպած մարդկանց, բռնակոթը կանգուն է, քանի դեռ կանգուն են բռնակոթիները, աշխատող, ազնիվ, թող այսօր լինի ոչ միայն տոն, նաև ուխտ, սիրել մեր գյուղը, ուխտ չլքել մեր գյուղը, իսկ օտարը բռնակոթ մտնելիս թող ուշադիր լինի, բռնակոթ է մտնում, այստեղ ամենքի և ամեն ինչ չեն հանդուրժում, դե այսպիսին ենք մենք բռնակոթիներս։ Կեցե բռնակոթը, կեցե բռնակոթին, որ իր հողի պես ամուր է, իր քարի պես հավերժ, շնորհավոր տոնդ, բռնակոթ։ Հարգելի բռնակոթիներ, մեծարգո համայնքի ղեկավար, սիրելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բարեկամներ, այսօր առանձնահատուկ օր է, նշում ենք հազարամյակների պատմություն ունեցող բռնակոթի օրը, մեր պատմության, ավանդույթների, աշխատանքի և համախմբվածության տոնը, բռնակոթը պարզապես մի լուրջ է Հայաստանի քարտեզի վրա, նա հապարտ շունչ ունի, զորացած իր մարդկանցով, իր անցյալ և ասպար հավատով, այստեղ յուրաքանչյուր քանիշումը նախների քրտինքը, յուրաքանչյուր ծառ նրանց օրհնանքը, իսկ յուրաքանչյուր բռնակոթի իր նախների քրտինքը։ Սիրելի բռնակոթիներ, թող խաղաղությունը, համերաշխությունը ու բարերությունը լինեն մեր բնակավայրի մշտական ուղեկիցները, թող բռնակոթի անունը հնչի պարտությամբ, ինչպես հնչել է դարեր շարունակ հայրենիքի անքակտերի մաս։ Թերևս հպարտությամբ եք ասում, որ բռնակոթում են ծնվել մեծանուն պատմաբան Նիկողայ Սադոնցը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը, Հրաչյա Ադոնցը, Հրաչյա Քարամյանը, Սովետական միության հերոսներ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը, գյուղը տվել է հերոսներ, պատմաբան և շատ ուրիշ այլ նշանավոր մարդիկ։ Հպարտանանք մեր գյուղով, մեր գյուղի փառքերով և հպարտությամբ ասենք, ես բռնակոթի եմ, Աստված պահապան լինի մեր գյուղին, մեր հողին ու մեր ժողովրդին, շնորհավոր տոնդ, սիրելի բռնակոթ։ Սիրելի ներկաներ, իր օրհնանքի խոսքով հանդես կգա Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ բարեշնորհ Տեր Դավիթ Քահանա Գիշեն։ Համեցեք։ Նախ առաջ շնորհավորում եմ բոլոր բռնակոթիներին այս ուրախ տոնի այդով և ողջունում եմ հայրում ասում, որ այս օրը մեզ պարգևել է սիրելի ներկաներ, սիրելի պարոն համայնքապետ, նախ ինձ համար պատիվը այստեղ գտնվելս եղնես, որովհետև իմ ծառայության մեջ ես շատ տեղեր եմ այցելում եմ բռնակոթը այն բնակավայրը, որը տարբերվում է բոլոր մնացած գյուղերից, տարբերվում է իր հարուստ պատմությամբ, իր օրինակելի պատմությամբ և այսօրվա օրը գյուղի տոնը։ Մեզ նախ առաջ հիշողության, գոհության և պատասխանատվության խորհուրդ ունի։
Հիշողության, որովհետև այն արմատները, որը շաբազանց խորն է, վրդավոր ջրի պատմության մեջ, հազարամյակների պատմությունը, այդ հիշողությունը որպես ուժ է տալիս կերտելու մեր ներկան, այդ արմատներից ամուր կարճացնելով և շարունակելով այն լավագույն արժեքները, որ կերտել են մեր նախնիները։ Եվ այդ հիշողությունը և այդ պատմությունը չափազանց մեծ ուժ է։ Փառք քեզ Աստված, որ մենք այսօր կանք, որ մենք ունենք այն ամեն ինչ, որ ունենք և դա չափազանց մեծ հնարավորություն է աճելու։ Եվ պատասխանատվության, որովհետև այսօր մենք ենք կանգնում անցյալի և ապագայի այդ խաչմերուկում։ Պատասխանատվության քո հողի համար, քո գալիք սերնդների համար, քո գյուղի ապագայի համար, որտև գիտեք, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երիտասարդության համար, նոր սերնդի համար մեծ մարտահրավերը գյուղում մնալը, ապրելը, կյանք կերտելը, շարունակություն կերտելը, դա այսօր մարտահրավեր է։ Եվ պատասխանատվությունը նախ և առաջ ավագ սերնդի վրա է, որպեսզի գյուղում կերտվի այնպիսի կյանք, այնպիսի արժանապատիվ մթնոլորտ, որպեսզի երիտասարդը իրան այստեղ գա արժանապատիվ, որ ինչպես մեր սիրելին Արան ասաց, որ ես հպարտ եմ, որ ես բռնակոցի եմ, որ մարդը իր ինքնությունը կարողանա իր գյուղում բացահայտի և դրանով ապրել։ Պատասխանատվություն է բոլոր նրանց համար, ովքեր ազդեցություն ունեն մեր մատաղ սերնդի վրա սերմանելու հայրենական սերը և այն արժեքները, որոնք մեզ պետք են, առանց որոնց կյանք չկա։ Եվ պատասխանատվություն յուրաքանչյուր մարդու համար իր մի կտոր հողի համար, մի ծառի համար, մի քարի համար, որ նա ունի որպես Տիրոջից ստացած պարգև։ Եվ երբ այդ երեքը մեկտեղում են, հիշողությունը, շնորհակալությունը և պատասխանատվությունը մենք ունենք ճանապարհ անցնելիք և մենք ունենք հնարավորություն շարունակվելու և կերտելու ավելին, քան մենք ունենք։ Դա է այսօր մեր մարտահրավերը, շարունակելու այն հարուստ պատմությունը, հարուստ մարդկանց սխրանքներով, հավատքով, արժանապատիվ կյանքով, պայքարով և փոխանցելու այն ամենը, ինչ որ այսօր մենք ենք կրում, սիրելիներս։ Եվ թող Աստված այդ ճամփորդության մեջ բոլորից զորացնի, թող Աստված օրհնի բռնագոտ գյուղը, յուրաքանչյուր բռնագործուն, որպեսզի նա իր օրհնյալ կյանքը ապրի այս երկրի վրա, որպեսզի շնանա մեր գյուղը, ունենա խաղաղություն, ունենա արժեհամակարգ և ունենա այն լուսավոր ապագան, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլորիդ իմ օրհնություն եմ բերում և գոհություն եմ հայտնում Աստծուն այս գեղեցիկ առիթի համար։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, որ չափազանց կարևոր օր եք սահմանել և այդ գեղեցիկ ձևով կազմակերպել և պիտի խնդրեմ միասնաբար հայր մեր աղոթքով սկսենք այսօրվա գեղեցիկ միջոցառումը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եղեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եղեցին կանք քո որպես երկինս և երկրի, ըսհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թողունք հերոս պատապանած, և մի տանից մեզի փորձություն, այլ փրկիած մեզ չարի, Զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենից ամեն, պահպանիչ և հույս հավատացյալների, Քրիստոս Աստված մեր, պահիր, պահպանիր և օրհնիր, մեր երկիրը, մեր հայոց սահմանները, բռնագոտ գյուղը և իր բոլոր բնակիչներին քո սուրբ և պատվական խաչի, հողաններ քո խաղաղության մեջ, փրկիր և ազատիր երևացող և աներևույթ թշնամիներից,
Արժանավորիր գողությամբ հարավորելու քեզ, որ իր Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ ավետյանս ավետինից ամեն Աստված օրհնի բոլորիդ ուրախ տոն։ Բռնակոթը հպարտանում է շարքին, ավելացնում ենք մի հպարտություն ևս, որ Սիսիան խոշորացված համենքի ղեկավարը ևս բռնակոցի է, մարդ անհատականություն, ով պաշտում է իր գյուղը, իր ծննդավայրը, իր հողն ու ջուրը, ով ամեն քայլի մեջ առաջինը բռնակոթն է տեսնում եւ հպարտությամբ ասում է. ես բռնակոցի եմ։ Այո, Սիսիան համենքի ղեկավարը բռնակոցի է։ Դեմոկրատիայի դրամատուրգ Սիսիան համայնքի ղեկավար Կարոլ Աղաքելյանը։ Հարգելի բռնակոցիներ, սիրելի համավիվացիներ, հարգարժան հյուրեր։ Սրտան շնորհավորում եմ մեր սիրելի բնակավայրի բռնակոթի օրը։ Այս օրը յուրահատուկ առիթ է ևս մեկ անգամ հայացն ուղղելու մեր արմատներին, հիշելու մեր նախնիների շենացրած հայրենի գյուղի պատմությունն ու նրանց թողած ժառանգությունը։ Ես ծնվել եմ բռնակոթում, որտեղ ապրել եմ առաջին 6 տարիներն ու մանկությանս գրեթե բոլոր ամառները։ Այստեղ է ձևավորվել իմ աշխարհակալումն ու արժեքային համակարգը, աշխատասիրության, ազնվության և հանասիրության հիմքերի վրա։ Եվ այսօր, երբ բռնակոթը նշում է իր տոնը, խոսում են ոչ միայն համայնքի ղեկավար, այլ որպես մարդ, ով իր սրտի ամեն զարկով կապված է այս գյուղին։ Այսօր ես ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ շնորհիվ իր որդեգրած քաղաքականության մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահում ինչպես Սիսիան քաղաքի, այնպես էլ Սիսիան համայնքի բոլոր բնակավայրի խնդիրները, որոնցից անմասն չի մնացել բռնակոթ բնակավայրը։ 2026-27 թվականներին բռնակոթում կյանքի են կոչելու մի շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր։ Սունեցուն ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնանորոգվել Թանգյան, Շահնազարյան, Գրիգորյան և 12-րդ փողոցները, ստեղծելով ավելի հարմարավետ ու բարեկարգ միջավայր։ Միևնույն ժամանակ պետական միջոցներով ԼՂ կառավարության ֆինանսավորմամբ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրությամբ ընթացքի մեջ է 300 տեղ հզորության մատուրային դպրոցի կառուցման աշխատանքները, որը ընդունվել ժամանակից ստեղծած ապահով պայմաններով նոր տեխնոլոգիաներով և օգտագործության մոտորելով։ Կառուցվել է նաև ֆրանսիացի համանախապետության նոր մանկապարտեզ, որտեղ մեր դեպքերում մնալով հավանական միջավայր կստանան արժեքավոր դաստիարակությունը։ Բացի այդ, մասնակցության ձևավորման ծրագրի շրջանակում առաջիկա տարում բռնակոթում կառուցվի խաղահարաբար, դառնալով բռնակոթների հանգստի և ժամանցի հարաբերական վայրեր։ Սիրելի բռնակոցիներ, այս ամենը մեր համատեղ աշխատանքի, միասնության և հայրենի հողի նկատմամբ սիրո արդյունքն է։ Թող մեր բնակավայրի պատմությունը շարունակվի նոր ձեռքբերումներով, լի ծրագրերով ու նոր գաղափարներով։ Կրկին շնորհավորելով բոլորիս բռնակոթի յուրաքանչյուր բնակչին փոքրից մեծ, մաղթում եմ առողջություն, բարություն և անսպառ ուժ։ Թող յուրաքանչյուր տուն լցվի խաղաղությամբ, աշխատանքով և հավատով։ Շնորհավոր եմ, սիրելի բռնակոց։ Բռնակոթը հպարտանում է իր նվիրյալներով, իր վետերաններով, իր համար մեծավանդ ունեցող մարդկանցով։ Խոսքը փոխանցենք այն բռնակոցում, ով իր կյանքի լավագույն տարիների եռանդով ջանքերը նվիրել է գյուղի բարօրությանը։ Սիրով հրավիրենք Արգամ Բարսամյանին, գյուղսովետի նախագահ։ Համեցեք պարոն Բարսամյան։ Բռնակոթի օրվա արդի շնորհավորում բոլորի, ցանկանում եմ ձեզ համերաշխ և սիրով համակեցություն ներկայացնել։ Այս հարցակարգ միջոցառումը կազմակերպելու համար շնորհակալություն եմ հայտնում շրջանի և գյուղի ղեկավարությանը։ Այնպես պաստառի վրա գրված է, որ բռնակոթ անցյալի լույսով։ Ես կարճ ներկայացնեմ մոտ 80 տարի առաջվանից բռնակոթը ինչքի դժվարություններով է հասել, այս չքնաղորում։ Բռնակոթը, քանի որ քարազուտ շինարարական քարից հեռու տնտեսություններ են, շինարարական հիմնականում ծառայել կավե շաղախը և ուկրաինիներից ստացված փայտանիք։ Բնակարանները կառուցվել է կիսագետնափով և կարելի ասել խղճուկ կերպարանք ունեցող խրճիթներ։ Բռնակոթում ջրությունը հիմնականում կատարվել այդ ժամանակի մեջ թոների ուժով և երեկոյան կարճ ժամերի հաշվին նավթի կամ ձեթի ճրագով։ Բռնակոթում
Պարենային և կեցաղային ապրանքների հոգսը գյուղացին ինքն է իր սեփական ուժերով հայթայթել։ Գյուղատնտեսության բնագավառում հիմնականում ուժը եղել է հացահատիկային կուլտուրաների մշակությունը և հետո ավանդական կուլտուրաների։ Հացահատիկը անուն դարձնելու համար գյուղի ջրատար առումների շրջակայքում կառուցվել է 5 ջրաղաց և ունեցել են ձիթահան 1 սրանոց։ Գյուղացիները վճարել են նաև տերունական հար։ Եկեղեցու կից բացվել է ծխական դպրոցը, որտեղ սահմանափակ աշակերտների թվով են տեղեր ունեցել և ամեն մի ծխից մի աշակերտի տեղեր է։ Դպրոցի ավարտը 4-րդ դասարանով սահմանափակվել է։ Գյուղում շատ կարևոր նշանակություն ունեցել ազգամիջյան ընդհարումների ժամանակ բռնակոծի ջոկատի դերը, որը ոչ թե միայն բռնակոծի պաշտպանության համար է ծառայել, այլ ծառայել է ամբողջ շրջանի հայ բնակչության համար։ Ես կասեի, որ հիմնական առևտուրը կատարվել է Շուշիի և Նախիջևանի միջև։ Այնուհետև մեր տնտեսային առևտուրը կատարվել է ապրանքափոխանակության հաշվին։ Այդ բավականին դժվարությունները ներկայացրեց ձեզ, որ այսօր լավագույն պայմաններում ապրող երիտասարդությունը, բնակիչը և այլն իրենք հետևություն անեն, որ ինչ ճանապարհ է անցել բռնակոծի, որ հասել է այսօրվան։ Մեր նախնիները կարողացել են դժվարությամբ հաղթահարել, կյանքի և աշխատանքի փորձեր դնել, այդ լուսավոր ջահով լուսավորել մեզ որպես իրենց ապագա ապագայի հետնորդները։ Ես Արցախյան պատերազմի ժամանակ ևս շատ մեծ է եղել բռնակոծիների դերը։ Ես առաջարկում եմ ոտնկած հարգել Արցախյան պատերազմի մասնակիցների, Արցախյան պատերազմի զոհվածների, հայրենական մեծ պատերազմի զոհվածների, որ այսօր հարգանքի կողմնակցվեց, և այդ ամենի կողքին ոտնկած հարգել մեկ րոպե։ Ես հպարտ եմ, որ հայ եմ ծնվել, կրկնակի հպարտ եմ, որ բռնակոծի եմ, և հպարտանում եմ Հայաստանի որ մասում էլ լինեմ, ես ինձ ասում եմ, որ բռնակոծի եմ, դա հպարտություն է ինձ համար, հպարտություն է, որտեղ մեր Գարեգին Նժդեհը կարողացավ պահել Սյունիքը և այսպես էր ասում, ես անպարտելի եմ, որտեղ մի թևս բռնակոծն է պաշտպանում, իսկ մյուս թևը կնձորեսկը։ Դրա համար այս Սյունիքը մնաց հայկական և պիտի մնա միշտ հայկական, որտեղ այդտեղ ալի ժողովուրդ է ապրում։ Ես քանի որ Նժդեհին վեր բերեցի, ուզում եմ ասել Նժդեհը ինչպես է Սյունեցում բնութագրում էր այսպես, նա չի սիրում անարիններին և այդ բոլորին, ովքեր վստահ չեն իրենց բասկին, վայ տասալիքին նա տեղ չունի Սյունեցու հարկի տակ, նա հուտա է, որ կրվի դաշտում մատնում է իր ժողովրդին, նա կայեն է, որ սպանում է եղբոր աբերին, կամ բնակավայրը փոխի, կամ հոգի, ասել և ասում է նա լեռների վրա ապրող հայանուն վատին, անհայրենասերին վախոտին, չկա վատը Սյունիքում, որովհետև չկա թույլը ուժեղին է հաղթությունը, իսկ հաղթությունը բարոյապես բարձրացնում մարզում թրծում են անհատին ու զանգվածին, այսպիսին է Սյունեցին։ Ես էլի
նժդեհից եմ ասում, ուրեմն այսպես հարցնում են հայի, ասում են ձեզ ժողովրդական տոներ չունեք, ասում են ինչու չունենք, ասում են ինչու, որովհետև հրեաների մոտ նրանց խանութները հաճախակի է փակվում, իսկ հայ խանութները միշտ բաց են, ասում է մեր ժողովրդական այդ տոները սեփականաշնորհել է եկեղեցին, բայց տոներ լինում են, այսօր մեզ համար մի մեծ տոն է, և այդ տոնը պետք է հարատևի, այս հարատևող տոնին ես ուզում եմ քաջառողջություն ցանկանալ բռնակոծիներին և նժդեհի ասածը նորից կրկնել, նժդեհն ասում է, մենք փոքր ազգ ենք, մեր թվաքանակով և մեր տարածքով, որպեսզի կարողանանք այս իսլամական պետությունների արանքում մենք մեր գոյությունը պաշտպանենք, պետք է լինենք միաձուլ, պետք է լինենք ուժեղ, էլի ուժեղ, ավելի ուժեղ, ուժն է հրկում ամեն ինչ, և հետևաբար պետք է և միասնական լինենք, և ուժեղ լինենք։ Ես ասեմ, որ սիրելի բռնակոծիներ, շատ հաճախ ես հիմա լսում եմ այնպիսի բաներ, որ ասում են, բռնակոծը այն առաջվա բռնակոծը չէ։ Այստեղ ինչ-որ ճշմարտություն կա ճշմարտություն, բայց եթե բռնակոծը կազմակերպի, ապա նա կդառնա մի հզոր ուժ և նրան ոչ մեկը չի կարող իր բնակավայրից, իր բնակատեղից տեղափոխել ուրիշ տեղ։ Բռնակոծին այդպիսին է, բռնակոծին միշտ լավ է տեսնում, բռնակոծին պետք է տեր կանգնի իր բռնակոծին։ Տարիք սառած պահանջում են, բռնակոծին պետք է տեր կանգնի բռնակոծին, բռնակոծը պետք է մաքուր լինի, բռնակոծը պետք է լավ լինի, բռնակոծը պետք է գերազանց վիճակում լինի։ Այսպիսի ժողովների ժամանակ մենք շատ ենք հապարտանում բռնակոծիներով, ասում ենք այս մարդը այս արավ, այս մարդը այն արավ, այս մարդը։ Ես նորից եմ կրկնում, բռնակոծին այդպիսի մարդիկ շատ ունի, միայն նրանց տեղը պետք է իմանալ, նրանց պետք է աշխատանքի մեջ դնել, նրանց պետք է ինչ-որ տեղը նայել գովել։ Ես անգեղծ եմ ասում, ես վերջում, ես լսեցի, որ մեր Արշակյան արգամը քանի տարի առաջ ավտոբուս է տվել գյուղին, սպասարկում է մեր մատաղ սերնդին, մանկապարտեզ գնացող երեխաներին, դպրոց հաճախող երեխաներին տանում բերում է, և այդ բոլորը անում է անվարձատահատույց, և շատ ուրախ եմ, որ բռնակոտ ունի Հովհաննիսյան Վասիայի պես մարդ, որ այս տարի եկել էր բռնակոտ և իր լումը դրեց, մի խոսքով այսպիսի մարդիկ շատ են, եթե ես ժամանակ լինի մեկ ասել, և սա հպարտություն է մեզ համար, և նաև առիթ, որը պետք է մեզ բոլորիս համախմբի, մեզ բոլորիս պետք է ցույց տա, որ պետք է գյուղի համար անել։ Ես ճիշտ ասած ուզում եմ իմ խոսքը ավարտել իմ հայրիկից գրած մի բանաստեղծությամբ, որ ուզում եմ ես ընթերցել և ասել, ինչպես է նա գրում իր այն մարդկանց մասին, ովքեր գյուղի ստեղծման, գյուղի արարման համար բավականին գործ են կատարել։ Գիշերը արթուն եմ մտքիս տունն ընկած, մտքերս ինձ դեպի հեռուն են տանում, ու անցած կյանքից հուշերով տարված հազար մի դեպք հոգիս քրքրում։ Հախուռը գերբով մտքեր են գալիս, հոգնական գլխումս ծփանք են տալիս, ու այդ ծփանքից ծնված շատ հուշեր իմ դեռ ծանրանում գիշեր ու ցերեկ։ Հիշում եմ տասնյակ տարիներ առաջ ովքեր են գյուղի ծերերը, որոնց նկատմամբ կար մեծ պատկառանք և փառք և պատիվ, սեր և հարգանք։ Նրանք մեծ կյանքի շատ փորձ ունեին, ու այդ մեծ կյանքի քաջհմուտն էին։ Հեռատես էին ու ամենակետ, բոլոր հարցերում լավ իրավակետ։ Գիտեին լինել հմուտ հողագործ, լավ անասնապահ ու լավ այբեգործ, գիտեին հողից լավ բերք ստանալ, անուն ու նամուս փառքով ունենալ։
Այդ մեծ համայնքից հիշենք հենց ոմանք համայնքին ծառայել են սրտած, դարձել հանրուի լավ խորհրդատուն ու կարեկիցը աղքատ դրացում։ Հիշենք փառք տանք աղամանց անդուն, Բալոց Ալեքսանին այդ բարի մարդուն, հիշենք Հաջազուն Մրզանց Պողոսին, Ալավերդոց Վերդոյին, Երիշեին հշենք այդ լավ ղեկավարին, որ մեծ մարդասեր բարի Սիսակին, Ղազարյանը մեր հմուտ գործիչ էր, Հովհաննիսյան Ռուբերը մի աշխարհ արժեր։ Հիշենք Բահարանց բժիշկ Աղոյին ու բազմացաչար Տեր Հայր Սիմոնին, ճանաչված վարպետ Արաքելին հիշենք ժողովրդի սիրած այդ լավ դարբնին։ Հիշենք Ռանչպար Կրմենանցի Սոյին, ու մայր հողում երկար տարիներ ու բարի ձեռքով ինչքան բարիքի սերբեր է ցանել։ Հիշենք Մատոսանց բարի Դավութին, հիշենք այգեգործ մեծ Մամիկոնին, որի խնձորի հայրի հմայքը շատ սահաներ է սիրով զարդարել։ Հիշենք Բոստանչի Մգմանց Պապոյին, որի վարունգի բույրը բռնագոտն է պատել։ Հիշենք Շքանշանակիտ անասնապա Լելոնց Բակրատին, հեքիաթներ կարդացող խոսքի մեծ վարպետ Սաֆյան Մարգարին։ Հիշելու մարդիկ շատ ու շատ են եղել։ Ոմանք բռնագոթին պատիվ են բերել, նրանց բոլորին մեկ առ մեկ նշել, այժմ իմ կարճ խոսքում հնարավոր չէ բոլորին գրել։ Ժամանակին նրանք մեր այդ ցավագյուղի մեծեր են եղել, բարիք արարել, վարել ու ցանել, բարիք ստեղծել ու գյուղը միշտ ունևոր դարձնել։ Ուրեմն եկեք լուր համակերպենք մեր բաժին լուծը մեղմորենք ձգենք, լինենք բարեսիրտ այս է կանոնը դրված կյանքի, ինչպես որ Ամմա Թումանյանը կասեր, ամենքս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչորից, հերթով գալիս անց ենք ելում այս անցավոր աշխարհից։ Այո, հույր ենք մենք այս կյանքում, այնպես կյանքում մեզ պահենք, որ մենք չասենք, որ սուր եկաք ու լավ կլինի, որ շուտ գնաք։ Այս կյանքը մեր վատ ու լավ, ու մենք հերթով գրացող, մենք լավի անուն տանում, մյուսը անիծվում։ Լավի շիրիմը սրբավայր է, ծաղիկներ է միշտ դրվում։ Լավի շիրիմը աղբավայր է, ամենքից է հայրվում։ Եկեք ձգտենք խրով դատենք ու չար չլնենք եկեք, սրտով մոհեն բարի լինենք ու բարիցավ հիշվեք։ Ավելի պայծառ, ավելի մաքուր և հավերժ։ Նրանց անունները փորագրված են քարի վրա, բայց ապրում են մարդու սրտի մեջ։ Հերոսը նա է, ով գնաց գիտակցելով, որ կարող է երջը վերադառնալ, բայց գնաց, որովհետև ուրիշ երթ չկար։ Գնաց, որ մենք ապրենք խաղաղ, որ մեր հողը շնչի ազատությամբ, որ մայրն աղոթի, բայց ոչ վախով, որ երեխան խոսի հայերենով, առանց վախի։ Հերոսները լուռ են, ինչպես հողը, որի վրա քայլում են, բայց նրանց լռության մեջ կա ամենաուժեղ խոսքը, անմնացորդ նվիրվածության խոստովանություն։ Նրանք գնացին, բայց թողեցին մեզ պարտք, ապրել այնպես, որ արժանի լինենք նրանց այրյան գնով պահած խաղաղության։ Եվ երբ շշնջում ենք նրանց անունները, թող մեր ձայնը լինի աղոթք, ոչ միայն հիշատակ։ Նրանք մեկնեցին առանց վերադարձի խոստման, բայց վերադարձան անվան մեջ, հիշողության մեջ, հողի մեջ։ Նրանց արյունը խառնվեց Սիսիանի քամում, և ամեն անգամ, երբ բռնակոթում քամի է փչում, թվում է, տղերքը խոսում են, մի մոռացեք մեզ, մենք չենք եռացել, մենք այստեղ ենք, ձեր կողքին, այս հողը նրանց պարտք ունի, նրանք իրենց կամքով մարեցին ամեն պարտք, հայրենիքի հանդեպ, նրանք սովորեցին մեզ, որ հերոսությունը չի ծնվում ուժից, այլ սրտից, և եթե երբևէ լսես, որ բռնակոթի լռությունը խորն է, իմացիր, դա լռություն չէ, դա նրանց խոսքն է, որ հողի միջից բարձրանում է երկինք, թող նրանց հերոսությունը մեզ դարձնի ավելի մարդ, ավելի հայրենասեր,
ավելի արժանապատիվ։ Հերոսները երբեք չեն մեռնում, նրանք պարզապես լույս են դառնում, որով լուսավորում են մեր օրերն ու մեր հոգիները։ Բռնակոթյան մահացած հերոսներն են Վուլ Ոսկանյան, Լավրենտի Նազարյան, Վաչիկ Թանգյան, Ահարոն Շահնազարյան, Հրաչիկ Քարամյան, Արթուր Օղանջանյան, Գեղամ Սաֆյան, Արայիկ Սաֆյան, Դավիթ Թևանյան, Վահե Քարամյան, Հայկ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Մարտին Գալստյան, Յուրի Օղանյան, Վաչե Պետրոսյան, Արա Գրիգորյան, Արտակ Արաքելյան, Մահեր Արաքելյան, Գրիգոր Գրիգորյան, Արտաշես Բալյան, Անդրանիկ Բաբայան, Նարեկ Հարությունյան, Փառք մեր հերոսներին, հավերժ խոնարհում, հավերժ հիշատակ։
բռնակոծնունի 295-ամյա դատիկներ, գրեթե մեկ դարյակ կենսագրություն ունեցող։ Ուզում եմ բարձր ծափարենք Ասիա Հայրապետյանին և Սեդա Մկրտչյանին, մաղթում եմ ձեզ ամուր առողջություն։
Hey,